2024 թվականին Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը շարունակեց մնալ Հայաստանում սոցիալական պատասխանատվության դրսևորման առաջատարներից, իրականացնելով մի շարք նշանակալի բարեգործական ծրագրեր։ Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը իդեմս Վահե, Վիգեն, Վահագն եւ Ռոման Բադալյանների բազմաթիվ կարևոր նախաձեռնությունների հիմքում է, նպաստելով հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, սոցիալական աջակցություն, տնտեսական եւ ինովացիոն ծրագրեր։ Ընդհանուր առմամբ Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը 2024 թվականին կատարել է ավելի քան 2 միլիարդ 101 միլիոն դրամի բարեգործություն եւ հովանավորչություն Հայաստանում եւ արտերկրում։ Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը մշտապես կարևորել է մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծումը եւ նրանց համար բարեկեցիկ կենսապայմանների ապահովումը։ Բադալյան ընտանիքը նախորդ տարվա ընթացքում բնակարաններ է գնել արցախցի 3 ընտանիքների համար, կարևորելով մեր հայրենակիցների բարեկեցիկ կենսապայմանների ապահովումը։ Տարեսկիզբը նշանավորվեց նվիրաբերություններով Մատենադարանին։ Ձեռագրերի կազմերի 3D ձևաչափով սքանավորման սարքի նվիրաբերությունն աննախադեպ էր։ Մատենադարանին նվիրաբերվեց նաև Հովհաննես երեցի ընդօրինակած ավետարանը։ Բադալյան եղբայրներ ընկերությունների նախաձեռնությամբ ընթացիկ փուլում է նաև Թալինի 7-րդ դարի կաթողիկե եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Ընկերությունների խումբը նախորդ տարի եղել է սպորտի ակտիվ հովանավոր, խրախուսելով հաղթանակները, ոգևորելով մարզիկներին ու ապացուցելով, որ բարեգործությունը կարող է վերածվել ազգային հաջողությունների մղիչ ուժի։ Խմբին պատկանող Fastex ընկերությունը 2024-ին հայ մարզիկներին, մարզիչներին եւ բժշկական անձնակազմին հատկացրել է շուրջ 673 միլիոն դրամ։ Ամբողջ տարվա ընթացքում մշակութային բազմաթիվ միջոցառումների կայացման հովանավորն է եղել Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը։ Տարեսկզբին աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե Արնոյի, Լուի Լորթի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ բացառիկ համերգը կայացել է հենց խմբի օժանդակությամբ։ Բազմաթիվ համերգներ, ֆիլմեր, աջակցություն հայ արվեստագետներին։ Բադալյան ընտանիքի աջակցությամբ կայացել է բացառիկ ծրագիր։ 100 տարի անց Վենետիկում վերակերտվել է Մարտիրոս Սարյանի անդրդվելի կամքը ցուցադրող եւ մեր հայրենիքն ու պատմությունը վերհանող իրողությունը։ Մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Վենետիկի 14-րդ բիենալեին, ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն։ Fastex-ի ակնհայ նախագծի աջակցությամբ 100 տարի անց նկարները թվային տարբերակով ցուցադրվել են, վերստեղծելով հայկական պատը։ Բադալյան եղբայրներ ընկերությունների խմբի նախաձեռնությամբ վերանորոգվել եւ այս ընթացքում էլ վերանորոգվում եւ արդիականացվում են Հայաստանի մշակութային վայրերի, հատկապես թատրոնների թվով 11 սանհանգույց։ Խումբը զգալի ներդրումներ է կատարել կրթական ոլորտում, աջակցելով Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի հիմնանորոգմանը։ 2024-ին Fastex-ը եւ Երևանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, կազմակերպելով դասընթացներ բլոկչեյնի հիմունքների, կրիպտոգրաֆիայի, DeFi-ի, Web3-ի անվտանգության եւ իրավական կարգավորումների վերաբերյալ։ Fastex-ը 20 միլիոն դրամ է հատկացրել Արմատ ինժեներական լաբորատորիաների վերազինման համար։ Fastex-ի աջակցությամբ կայացել է ապագայի տնտեսությունը համաժողովը։ Հայաստանյան տարբեր բուհերում կազմակերպվել են դասընթացներ։ Լավագույն ուսանողները պարգևատրվել են ու հնարավորություն ստացել աշխատանքի անցնել Բադալյան եղբայրներին պատկանող տարբեր ընկերություններում։ Բադալյան ընտանիքը հովանավորել է WCIT 2024-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանրապետության հրապարակում երեկոյի բացման համերգին ելույթ է ունեցել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Իրենց շարունակական եւ հետևողական գործունեությամբ Բադալյան եղբայրները շարունակում են կարևոր ներդրումներ կատարել երկրի սոցիալական, մշակութային եւ տնտեսական զարգացման գործում։